Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերին նշում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Մեր երկրում արագ տեմպով է զարգանում ու երիտասարդանում շաքարային դիաբետը։ 111,000-ից ավելի մարդ ունի այդ հիվանդությունը։ Մասնագետների խոսքով մեծ դեր ունեն նաև ժառանգական նախատրամադրվածությունը, ճարպակալումը, սթրեսը, նյութափոխանակության հետ կապված խնդիրները, ոչ բալանսավորված սնունդը, արյան շրջանառության հիվանդությունները։ Հայաստանում ամենատարածվածը երկրորդ տիպի շաքարային դիաբետն է, որի բուժումն իրականացվում է ապրելակերպի փոփոխությամբ, սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, ապա շաքար իջեցնող հաբերով։ Հաճախ հիվանդության սկիզբը կարող է լինել գաղտնի եւ հիվանդի մոտ կարող են լինել հետեւյալ գանգատները՝ բերանի չորություն, ծարավի զգացում, ընդհանուր թուլություն։ Երկարատև ստրեսը բերում է նրան, որ մեր օրգանիզմում արտադրվում են այսպես կոչված ստրես հորմոններ, օրինակ կորտիզոլը, որը նպաստում է օրգանիզմում ինսուլինի ռեզիստենտականության դրսևորմանը։ Մասնագետների պնդմամբ պետք է հնարավորինս խուսափել պարզ ածխաջրեր պարունակող սննդամթերքներից, այսինքն հեշտ յուրացվող ածխաջրերից, որոնք բարձրացնում են շաքարի մակարդակը արյան մեջ։ Դրանք են շաքար պարունակող ըմպելիքները, տարբեր տեսակի քաղցր կոնֆետները, ինչպես նաև շոկոլադը։ Հարկավոր է խուսափել նաև տրանս ճարպերից, ֆասթ ֆուդից կամ տապակած որևէ տեսակի սննդից։ Անհրաժեշտ է սնվել օրվա ընթացքում 3-ից 4 անգամ, որ օրգանիզմում չլինեն շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ։ Դասելի է օրվա մեջ ընդունել նաև շատ բջջանյութեր, սպիտակուցներ, ինչպես նաև ածխաջրեր։ Պետք է նաև կարգավորել քունը։ Կանոնավոր օրական 6-ից 8 9 ժամ քնելը կանխարգելում է ինսուլինի ռեզիստենտականության առաջացմանը, ավելի վաղ են գնում քնելուն եւ սնունդը չեն օգտագործում երեկոյան գիշերային ժամերին եւ բացի դրանից էլ առողջ քնի պայմաններում նորից ստրես հորմոնները քիչ են արտադրվում եւ նորից հիվանդի մոտ սննդի պահանջարկի քանակն է նվազում։ Առաքելյանի խոսքով վաղ կանխարգելման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը 35 տարեկանից հետո հետազոտվի։ Դիաբետի միջազգային Ֆեդերացիայի վերջին զեկույցի համաձայն աշխարհում 10-ից 4-ը չի էլ գիտակցում, որ ունի այդ հիվանդությունը։ Ֆեդերացիայի կանխատեսումներով մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում դիաբետիկների թիվը կհատի 643 միլիոնը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։